Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Մենք ոչ շուկամաց ասեք, էլի։ Մենք ավականո անդամներ ենք, տրանսպորտի ապօրինի էս որոշումը ինչու են բերել ստեղ, որ քաղաքացիներին տուգան են, կասեք։ Դե կողմի Չէ, այսինքն ուզում եք Չէ, ինչի եք փախնում օրինակ։ Բայց ինչի եք փախնում, էլի օրինակ հարց ենք տալիս ձեզ։ Ինչի եք փախնում, դուռը բացում։ Չէ, անհանգիստը Դե դուռը մենք ձեզ հարց ենք տալիս, ինչի եք դուռը բացում։ Մենք էլ ենք աշխատանքի, մենք էլ ավականի ենք, եկել ենք ստե հարցեր ուղղելու ձեզ։ Արսած, դուք տեղյակ եք, որ տեղական հանրակրվեի ֆունկցիա փակում եք ինչով ժողովրդավարության կոնտրաստն է սրտան։ Հուսով եմ երևի Խոսում փախնում եք, էլի ճիշտ ենք ասում, հենց հիմա փախնում եք ձեր թաթիկով։ Նազարյան, դուք եք քարտաշելու տրանսպորտը այսօր։ հաջորդ փախուստը, հա։ Այն մեխանիզմը, որը մենք ձեզ ներկայացնելու ենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն եկել է թալանել Դաժե տենց, հա։ եւ այ մարդուն տուգանքին թալանի մատերիալ դարձնել։ Եվ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հավաքական անդամներ ենք, իբրև արտադրության նախարար կուզենայինք իմանալ ձեր կարծիքը 10-34 նախագծի վերաբերյալ, որով սահմանափակվելու է տեղական հանրակրվեի իրավունքը ընդդիմադիր խմբակցության, նաև ինչու ոչ հանրության, որովհետև ինչպես տեղյակ եք տրանսպորտի քանակացման վերաբերյալ մենք ունեցանք ստորագրահավաք Կիկինգալյան, որից հետո դա իբր քաղաքացիական նախաձեռնություն ներկայացրեցինք քաղաքապետարան, որպեսզի ընդգրկվի օրակարգ, քաղաքացիական պայմանագիր եւ իշխող մյուս կոալիցիոն ուժը բոյկոտեցին այս նախագիծը, չմասնակցեցին քննարկությանը, դրանից հետո մենք պետք է օգտագործենք տեղական հանրակրվեի մեխանիզմը, սակայն այսօրվա նախագծով տրանսպորտի վճարը սարքելու են տեղական վճար եւ նաեւ սահմանելու են տուգանք, որը համաչափության եւ առանցակ տրամաբանության սկզբունքներին դեմ է եւ իբրև արտադրության նախարար ունենք իմանանք ձեր կարծիքը տվյալ ռեպրեսիաների վերաբերյալ, այսինքն փաստացի կա օրենսդրություն, ճիշտ է, կա իշխանություն եւ ընդդիմություն։ Մենք գործում ենք այդ օրենսդրության շրջանակներում։ Հիմա արդեն գործող իրավիճակի քաղաքական կոնֆլիկտի շրջանակներում Հաստատի քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է փոփոխություն, իրոքում կոնկրետ այս դեպքի, ոչ թե որպեսզի օրենք ավելի լավն է, որպեսզի պաշտպանվեն նրանից, որ չկարողանանք մենք առաջ գնանք ասպետները, ժողովուրդը չկարողանա Առասարակ ինչպես եք կարծում, այս մարդու պետության մեջ, երբ օրենքը փոփոխվում է արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակներում, պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանությունների արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չի առաջացնում։ Ես ձեզ վստահեցնում եմ Սահմանափակելի իրավունքները ներկայացրեք ինձ, դուք եք Դուք եք տրանսպորտի քանակացման եկող։ Որ նկարվեց նա քրատություն ստացին։ Թույլատվություն ձեզանից չպետք է ստանամ։ Ուսապարկեք, ուսապարկ։ Արոնեք սաները, արդյոք Նիկոլի ուսապարկ։ Ավականո անդամներ նաև արոնեք ինձ։ իրավացքամոց ես մենակ Բանեմ բացում։ Դուք իրավունք չունեք ինձ գտնելու։ Մեկ րոպե հարցնանք։ Բոյկոտող քաղաքացիների շահերը, խնդրում եք պատասխանեք։ Այսինքն դուք ընտրվել եք, որ չհամադանով գնաք ու գաք, այ չէ։ Մենք Երևան քաղաքի ավականո անդամներ ենք, տրանսպորտի Պետք է պատասխանեք էլի այս հարցին։ Ինչի չեք կարող։ Հիմա կարակ, չէ՞ պատասխանեք։ Այս նախագիծը ո՞նց եք դուք ընդունում։
Չկարևոր է ժողովրդի կյանքը թանկացնելն է, չէ՞։ Ձեր հարևան Պոլոսը դեմ ձեր հարևան Ասեք ինչքան եք խոսափելու էլի հարցերին չպատասխանեք, տես փախնեք, ասեք։ ԿՊ-ի։ Բարև ձեզ։ Կսպասեք մի րոպե։ Չէ, ինչի եք շտա, սաղը չտապում եք։ Բա քաղաքացիները չեն շտապում։ Ահա, տեսեք, տեսեք։ Սամ մի մատինար։ Թողեք մեկը հարցը տանք։ Բարև ձեզ։ Տիկին Անդրեասյան, մեկ րոպե էլի, մեկ րոպե սպասեք։ Բայց բարև ձեզ, մեկ րոպե էլի սպասեք։ Ինչի եք էլի կողմ որ այս քաղաքացիների տուգան մազերադարձին են, այս քրբան, ասեք, ինչի չեք պատասխանում։ Իրա վրա չէր գործ հարուցված։ Կարելի է մեկ հարց էլի տանք։ Բայց քայլելով կամաց էլի տրանսպորտի էս ապօրինի որոշումը։ Հաստատ էլ թուրքերի առաջ չեք խոնարհվում, չէ՞։ Մախենում եք իմ ասա այդ դեպքը։ Թանկացում եք, հե դա։ Ինչ եք դուք։ Դուք ինքնարժեք հաշվել եք, որ կողմ եք։ Հիմա դեմ եք թե կողմ։ Կոնկրետ ասեք։ Հաստատի կողմ եք։ Որ տուգանելուն, չվճարողներին տուգանք են ուզում դնեն 10,000 դրամ։ Դուք քաղաքացի չեք նհը։ Գրիգոր Իսկանդարյան։ Տեսեք, դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Դժվար է դրա մեջ մի քիչ խորանալ, ավելի բարձ ինֆորմացիա մեզ տա։ Կմա։ Ձեր Իսկ երբ որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի կարգի է, 150 դրամ սահմանելու դեպքում քաղաքացիական Ներողություն, ոսկապի SMS-ին եք սպասում, SMS-ը դա ոչ քվյարկեք։ Ինչքան Ճիշտ է համարվում, որ մարդը սահմանադրական իրավունքը դուք սահմանափակում եք այս օրենքով, այսինքն մարդը իր սահմանադրական իրավունքը բոյկոտելու իրավունքը չի կարող իրացնել այս օրենքը ընդունելով։ Տեղական վճար դարձնելու Փոխել եք, կարող եք գիշերը զանգեք, ստացեք փոխել եք, SMS-ով փոխել եք աշխուժի որոշումը։ Ես գաս դեմ ալնում, մի բան զանգ այլ։ Մերապե կարելի է հասկամ, ժողովուրդ չէ։ Հասկացանք շատ ծաղատ կարում եք հարցակ, բայց միրոպե հասկամ։ Ասեք, որ պետաժը պատգամավոր քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե թալանի մատերիալ է։ Ես մի հարց։ Իսկ այդ մտքի հեղինակին ասել եք այդքան։ Շատ ներողություն, ես խմացել եմ համարել։ Նա ճշտով բան, էլի։ Նայ։ Հարցը չեն տալ, իվան, տելեֆոն։ Շահային հավաքանի, կոնտրոլեց Անձրև, հələ փակեք։ Հիմա ինչքանով է ճիշտ համարում, որ դուք եք դառնաք այդ ամեն ինչը։ Վերջում թողեք հասնամ, էլի։ Քաղաքացու զրկեք բոյկոտի իրավունքը, ուղղակով սպառնալով հարկադրեք վճարել են ուղևորը, որը սոցիալապես օբյեկտիվորեն մտը հնարավոր չի։ Տիկին արեք ազգանում։ Պարոսեք ես եմ, նրեպեր նատ հարստամ, մենը։
Իսկ մի հարցել ես հա ձեզ տամ։ Դու Արմեն Խաչատրյանը կարծես Դուք գործում եք որպես չխոսեք։ Իսկ եթե Իսկ փախնեն, դուք գործում եք ձեր խեղճի- նիստերից են փախնում ԿՊ-ականները, երբ որ չեն կարողանում պատասխանել, կարողա դուք եք փախնել։ Իսկ կներեք, էլի, մի հաստատ, դուք ձեր խեղճի մտոք կայացնում եք որոշում, թե WhatsApp-ով եք կայացնում որոշում։ Իսկ կա դեմ քաղաքացիական պայմանագիրը, որ ուրիշ որոշում ունի, դուք ուրիշ որոշում կայացրել եք, երբևէ այդ կանոպկան սխմել եք, որ ուրիշ բան դուք որոշած լինեք։ Քվեարկության ժամանակ դուք հնարավոր է այլ կարծիք ունենաք քաղաքացիական պայմանագրից, ձեր դիրքորոշումը արտահայտեք դեմ։ Խմբակցության դիրքորոշումը, որը արդեն արտահայտվում է ամբողջական որպես խմբակցություն դիրքորոշում, լիագումար լիստերի դահլիճում։ Ես եմ Այսինքն սեփական դիրքորոշում դուք չեք կարողանում արտահայտել։ որը քաղաքացիական պայմանագրի միասնական քվեարկում է, դա իմ անձնական որոշումն է։ Ես եմ ձևավորում այդ դիրքորոշումը։ Այսինքն ձեզ չեն ստիպում WhatsApp-ով, որ դուք քվեարկեք։ Այսինքն ուղղակի մատերիալ ազդեց քաղաքացիական